Պարոն Պետրոսյան, եթե սպարապետը լիներ, Արցախը կկորցնեիք։ Մենք Արցախն էլի վերականգնելու ենք, դրա համար պետք է միասնություն կամ որ միավորվենք իր այդ ոչ թե տարաձայնություններ ունենանք, այլ հակառակ։ Մենք այս փորձությունը պիտի անցնենք, որտեղ տանջը 20 տարի, 30 տարի տրոհվել ենք։ Հավատում եք խաղաղության օրակարգին։ Մենք ամբողջ կյանքներս հավատքով ենք ապրել ու իհարկե չհավատամ իրանց ճակատում չելնի։ Ես կանգնած եմ ամուր ու վստահ եմ մենք ամեն ինչ հասնելու ենք։ Ու հասնելու ենք միասին, արեք։ Հասնելու ենք մեր սիրով, մեր նվիրվածությամբ։ Սպարապետի հոգին պիտի վերականգնենք ամեն մեկից մեջ։ Պետք է իրանով ապրենք ընդամեն։ Բայց սպարապետի վարած քաղաքականությունը հիմա մերժում է, սպարապետը ուրեմն երբեք չի մերժում։ Ուրեմն հիշեք։ Ամեն մեր ազգի միավորման։ Մենք 88 թվականին երբ որ շարժում եղավ, իրական հայի կերպար այդ ժամանակ երբ որ մենք ամեն հայի մեջ մեր հարազատին էին փնտրում։ Բայց իշխանություններն են պարակտում, պարոն Պետրոսյան։ Պետրոսյան։ Իշխանությունները ոչ կարան պարակտեն, ոչ կարան միավորեն։ Մենք ներսում ամեն մեկը պիտի հավատանք։ Վերջ մի անգամ մենք պիտի թակավոր սիրենք, մենք մեր իշխանությանը սիրենք, թե չէ։ Ուրեմն հիմա ես ոչ թե իշխանություն եմ սիրում, ես սիրում եմ այն արժեքները, որով ես առաջնորդվում եմ։ Դա հայրենիքի սերն է։ Բայց Փաշինյանը ի՞նչ թակավ։ Ուրեմն լսեք։ Ուրեմն լավ։ Սիրեք ուրիշի իշխանությունը, չգիտեմ, ես մենակ մի բան գիտեմ։ Մենք պիտի առաջնորդվենք սիրով։ Ուրեմն ոչ մի խոսալ։ 20 տարի չպիտի անդուրժեիք, որ թալանվեր բանակը։ Այդտեղից պիտի սկսենք։ Դա նաև մեր թերությունն է։ Ուրեմն էլի ունենալու ենք։ Ուրեմն մենք պետություն չենք ունենալու։ Երկրապաններն ասում են հողատուն ի՞նչ թակավոր։ Ուրեմն ես ասեմ, կարեցեք այդ արժեքներով առաջնորդվեք ու կարեցեք համախմբեք ազգին։ Մի տրոհեք։ Իշխանության ներկայացուցիչները Ուրեմն ես խորհուրդներ հայտարարեին Ադրբեջան։ Ուրեմն Արցախը ոչ մի ժամանակում պարզվում է մեր քաղաքականությունների մեջ չի երևաց, չենք հստակեցել, երբևէ մերն է եղել, թե չէ, մենք պայքարել ենք ու պայքարում ենք, էլի պայքարում ենք Արցախի համար, մենք, չգիտեմ ինչ եմ բանակցել, ես մի բան գիտեմ, ես հայրենիքի զինվոր եմ, հիմա էլ նորից երբ որ պետք է, ես միշտ Սարգսյանի տարիներին ունեցել եք այս տեսակետները, կիսվել եք իր հետ ձեր մտածումները։ Ուրեմն մենք Արցախի, ես Արցախի համար, լսեք, Արցախի համար կյանքս դրել եմ, նորից դնելու եմ մինչև վերջ։ Ուրեմն մենք, ես հավատս չեմ կորցրել ու մենք պիտի շարունակենք պայքարել։ Մենք ոչ թե պիտի բարձրաձայնենք գոռանք, ոչ, պիտի ուժեղանանք, կհզորանանք, ժամանակ ենք գա մեր խոսքին տասը։ 92 թվին մենք տարածքներ կորցրել ենք, բայց մենք հավատ ունեցանք, դիմագրավեցինք, հավաքվեցինք իրար շուրջ, ուժեղացանք, խնդիրները լուծեցինք։ Հիմա ոչ թե մենք պիտի տրոհվենք իրար, ոչ թե պիտի բզկտենք, հակառակ պիտի համախմբվենք իրար շուրջ, հավաքվենք, այո, դառնանք բռունց, ուժեղանանք, մեր բանակը նզորացնենք ու բոլորին, ովքեր կփորձեն մեր երկրի հետ ուժային լեզվով խոսել, ուժային պատասխան կտա։ Բայց մինչև այդ մեր ժամանակը մի խանգարեք։ Իմ խնդրանքն է մի խանգարեք, ոչ մեկից մի խանգարեք։ Ոչ էլ պահանջ, ոչ մեկից, հակառակ սիրելով համախմբված հավաքնենք իրար շուրջ ու փորձենք այսօր օգնենք, որ բանակն ու պետություն հզորացնենք։ Այդ պիտի լինի մեր խնդիրը։ Շնորհակալություն։ Այսօր ուզում եմ շնորհավորեմ սպարապետին, շնորհավորեմ մեր ազգին, որ ունեցել ենք վեհություն ու իրանով էլ ապրում ենք։ Եթե կապրենք իր արժեքները, ուրեմն փառք ու պատիվ մեզ բոլորիս։